Զրահամեքենան հաճախ երկաթե նժույգ են անվանում, տպավորիչ է ինչ խոսք, սակայն այս հսկան անգամ գերազանց արդյունք ցուցաբերում է միայն այն դեպքում, երբ տանկի անձնակազմում իրենց գործի գիտակ իսկական պրոֆեսիոնալներ են, նշանառու օպերատորը, մեխանիկ վարորդն ու անխոս տանկի հրամանատարը։ Տանկի հրամանատարը խնդիր կատարելիս զորավարժանքների, շքերթների ժամանակ և նյութական մասի տեխնիկական ապահովման ընթացքում ղեկավարում է անձնակազմի գործողությունները։ Նշանառու օպերատորը կրակ է վարում հայտնաբերված թիրախների ուղղությամբ կամ հրամանատարի ցուցումով։ Նա պետք է կարողանա հաշվարկված և դիպուկ կրակ բացել դեպի հայտնաբերված նշանակետերը։ Իմ պարտականություններից մեկն է սեզոնային աշխատանքների ժամանակ սպասարկել իմ տեխնիկայի զինամթերքը, արկերը, լիցքերը, փամփուշտները։ Մեխանիկ վարորդը ենթարկվում է տանկի հրամանատարին և պատասխանատու է մարտական մեքենայի տեխնիկական վիճակի համար։ Պետք է կարողանա ցանկացած պայմաններում և տարբեր իրավիճակներում հմտորեն տեղաշարժել տանկը, վարպետորեն հաղթահարել հնարավոր արգելքները, տարածքի դժվարամատչելի հատվածները։ Նա պետք է նշանառու օպերատորին ապահովի կրակի համար առավել հարմար պայմաններ ու դիրք և այլն։ Նրանք բոլորն էլ տանկիստ են համարվում, բայց և այնպես յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ և կոչված է հստակ գործողություններ կատարելու։ Այժմ կատարում ենք գլդոնների սպասարկում, որը իր մեջ ներառում է հատուկ յուղի և հատուկ ներարկիչի միջոցով ներարկումը դեպի գլդոններ, ինչպես նաև կատարելու ենք սպասարկում տանող և պահող անիվների։ Ես մեխանիկ վարորդն եմ, իմ պարտականությունն է տեխնիկան հմտորեն վարել, որպեսզի անձնակազմը կարողանա իր խնդիրը ճշգրիտ կատարի։ Թրթուրավոր զրահատեխնիկան անկախ տեսակից պահանջում է մշտական ուշադրություն ու խնամք։ Հատկապես վարժական ելքից առաջ հրամանատարը պարտավոր է ստուգել և համոզվել, որ մեքենան սարքին է և կարող է կատարել առաջադրանքը։ Այժմ ընթանում են սեզոնային սպասարկման աշխատանքներ, մեր մեխանիկ Արտյոմը մաքրում է յուղի կոշտ և նուրբ ֆիլտրերը։ Այս ամենը կենսական նշանակություն ունի մեր տեխնիկայի համար, քանզի մաքուր յուղը, որը հասցում է շարժիչին, տեխնիկայի անխափան աշխատանքի գրավականն է։ Տանկի հետ առաջին ծանոթությունը հակասական հույզերով ուղեկցվող ապրում է, շփոթմունքի, ինչու ոչ, նաև վախի զգացումով է համակվում։ Իսկ հետո արդեն ավելի փորձառու տանկիստներին զրահամեքենայի արձակած հռնդյունը միմիայն ինքնավստահություն է հաղորդում։ Տանկը մեր ընկերն է, էլի։ Իր այդ պիտի կոպիտ վարվես, որ ինքը լավ աշխատի։ Հատկապես վարժադաշտում մանյովրող տասնյակ տոննաներ կշռող հրասայլն առաջին հայացքից ադրենալինի մեծ չափաբաժին ու սուր զգացողություններ է հաղորդում, բայց ինչպես տանկիստներն են սիրում կատակել, սևագործ աշխատանք է։ Երկաթե նժույգը սանձին պահելու համար գործիդ գիտակն ու նվիրյալը պետք է լինես։ Նաիրա Համբարձումյան, Արամ Սիմոնյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։